Իսրայելի օդային հարվածների հետևանքով Գազա քաղաքում առնվազն 11 պաղեստինցի է զոհվել, այդ թվում կանայք և երեխաներ։ Տասնյակ վիրավորների մասին են հայտնում տեղական աղբյուրները։ Ականատեսները պատմում են, որ 3 իսրայելական ուղղաթիռներ միաժամանակ հարվածներ են հասցրել Գազայի տարբեր թաղամասերի։ Չէի հասկանում ինչ է կատարվում, հիշում եմ, որ փլատակների տակ օգնություն էի խնդրում, հետո հասկացա, որ տանը հրդեհ է բռնկվել։ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ հարվածել է Գազային, հերքելով բնակելի թաղամասերի վրա հարձակման մասին պաղեստինցիների պնդումները։ Ցահալը վստահեցնում է, թիրախում Համասն է եղել, և հարվածների հետևանքով զոհվել են խմբավորման 4 բարձրաստիճան պաշտոնյաներ։ Խմբավորումը հաստատել է, որ Համասի ղեկավարի տեղակալը, նրա կինն ու երեխաները զոհվել են։ Պայթյուն որոտաց, պատերը փլուզվեցին մեզ վրա, այդ պահին չէի կարողանում հասկանալ ով է ողջ, ով է զոհվել։ Հետո իմացա, որ իմ դուստրը, Փեսան ու թոռները սպանվել են։ Չնայած անցյալ տարի հոկտեմբերին Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրին, Իսրայելը շարունակում է ռմբակոծել Գազան, մեղադրելով Համասին վերազինվելու համար։ Գազայի առողջապահության նախարարության տվյալով վերջին 8 ամիսներին ավելի քան 940 մարդ է զոհվել։ Գիշերը 10 հոգուց ավելի մարդ զոհվեց հարձակումների հետևանքով։ Սա ցեղասպանություն է պաղեստինցիների դեմ։ Գազայում մարդիկ տառապում են պատերազմի պատճառով։ Պատերազմը չի ավարտվել։ Մենք սպանությունների ենք ականատես լինում։ Մերձավոր Արևելքի շատ փորձագետների կարծիքով, հիմա միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Միացյալ Նահանգներ-Իրան հակամարտությունն է, Իսրայել-Հեզբոլլահ մարտերը, ռուս-ուկրաինական պատերազմը։ Գազան դիվանագիտական սև խոռոչում է հայտնվել, մինչդեռ մարդասիրական ճգնաժամը շարունակում է վատթարանալ։ Վերջին ավերիչ հարվածներից ձեռուշքի չեկած բնակիչները միջազգային լռությունը դավադրություն են համարում, պնդելով, որ հրադադարի ոչ մի պայմանագիր իրական խաղաղության երաշխավոր չեղավ։ Որտեղ է աշխարհը, որտեղ են մուսուլմանները, անվտանգության խորհուրդը, մարդու իրավունքները, որտեղ է արևմուտքը, ոչ ոք ոչինչ չի անում, այս լռությունը դավադրություն է մեր նկատմամբ։ Գազայի սցենարը կարող է կրկնվել նաև Լիբանանում։ Այսպիսի գնահատականներ են հնչեցնում որոշ վերլուծաբաններ ու իրավապաշտպան կազմակերպություններ։ Չնայած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գրեթե ամեն շաբաթ Իսրայել-Հեզբոլլահ մի նոր հրադադարի մասին գրառում է անում, Լիբանանում իսրայելական ռմբակոծությունները շարունակվում են։ Զոհերի թիվը չի դադարում աճել։ Գազայի նման Լիբանանում ևս հազարավոր մարդիկ դարձել են ներքին տեղահանվածներ։ Շատերի վերադարձը սեփական տներ շարունակում է մնալ անորոշ։ Մարիամ Ամիրջանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։